Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին մեզ հավաքել է իր Սուրբ Խորանում, իր Սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու եւ օր-օրի մեր մեջ սրբությունը, Աստվածավախությունը շատացնելու, սրբությունը կատարելագործելու Աստծո վախով։ Այսօր թեման լուրջ թեմա է, իրականից բոլորիս վերաբերվում է, բոլորս էլ սրա մեջ կանք, պիտի շտկենք, հələ տեսնենք մեր վարքը իրականից ինչու մարդկանց խոչընդոտա, որ դարձի չեն գալիս։ Եթե մեր վարքը խոչընդոտ չլար, յուրաքանչյուր խավարի մեջ նստած հոգիները, չեմ ասում բոլորը, բայց շատ մարդիկ կգային դեպի լույսին, ամեն։ Ուրեմն այսօրվա քարոզի թեման է դու օրինակ եղիր շատերուն, խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով եւ մաքրությամբ։ Եթե այս հերթականությամբ եւ այս ամեն բաները քո կյանքում ձևավորված է, ով սիրելի սպասավոր ասեմ, սարկավակ ասեմ, ով սիրելի հասուն հավատացյալ, գոնե քո կողակիցը, քո ընտանիք, քո բարեկամներ օրորի պետք է ծնկի գան Աստծո առաջ։ Եթե դու իրոք Աստծո համով ու անուշահոտ աղն ես, քեզի ուտողը ջրին ավազելու, ամեն։ Ինչպես մարդը պատահաբար, որ պես հոգի տեղը աղլեցի բերանը, ուր կվազի ջրին, այտենց էլ եթե դու իրոք Աստծո համով հոտով աղն ես, քեզի ուտողը, քեզի չփվողը, քո հետ հարաբերվողը կուզի ծանոթանալ քո փրկչի հետ, ամեն, կամ դու պարտավոր ես ծանոթացնելու, թեկուզ բոլորը կարողա չուզեն ծանոթանալ, բայց դրանց մեջ կլինեն 1000-ից 1-ը, 100-ից 5-ը, ամեն, 10-ից 2-ը, Իմալ լինի կուզեն ծանոթանալ գոնե գիրք կարդալ, ամեն, իսկ գիրքը որ կարդացին քիչ կմերձենան Աստծուն։ Ուրեմն քարոզի բնաբանը հաստատող համարները գրեք ու իրականից շատ կարևոր է, եթե կարդում ենք Օսվալդ Սմիթի գիրքը կամ լսում ենք, որը դրել ենք համացանցում ընթերցանությունը, ինչ է ասում։ Ասում է ինչ հովիվն է, այն կլինի հոտը, ինչ տան գլուխն է, այն կլինի ընտանիքը, ամեն։ Ուրեմն դու չես կարա քո համայնք ասում է խանի քարոզիդ մակարդակին։ Եթե քարոզածը դու ապրում ես, համայնքդ կդառնա այն, ինչ որ դու ես ապրում, ամեն։ Դու կարող ես շատ վեհ քարոզներ սովորես եւ անգիր արած կրկնես, բայց որ պրակտիկա չունես, քո հոտը քո քարոզի մակարդակին չի լինի։ Քո հոտը կլինի այն, ինչ որ դու ես։ Քոտի քույրերը կլինեն այն, ինչ որ քո կողակիցն է, հագ ու կապով, մտածելակերպով, դեռ շփվում են իրար հետ։ Ժողովրդական ասացված կա, չէ՞, ձին ասում է կապես ձիան կուշտ կամ կծանա դառնում կամ թափկան, չէ՞։ Բնավորության գծերը անասունից, մարդը մարդուց, հատկապես եթե դու ես եսասերին եսասեր, շուտ ընդօրինակում եք։ Հոգևոր մարդիկ, որոնք իրանց անձը խաչած է, այն էլ հոգևոր միջահասակն էլ հոգևոր, շուտ ընդօրինակում է, ընկալում է հովի լավ բաները ու հոգևոր է դառնում եւ ասունանում է։ Ուրեմն ինչ հովիվն է, այն կլինի հոտը։ Հիմա սա ավելի շատ սպասավորներին է վերաբերվում, դու օրինակ եղիր, ով սպասավորը, սարկավագը, հովիվը, եպիսկոպոսը, եպիսկոպոս հովիվներին, հովիվները սարկավագներին, սարկավագները հոտերին, ամեն։ Ասենց է լինում խմորումը։ Իսկ եթե եպիսկոպոսը անառակ գողավազակ է, նա երբեք չի կարա սուրբ հովի հոտ ունենա։ Եթե ամենահասունը անառակ է, ոնց կարա, եթե արմատը անառակ է, ոնց կարա ճյուղերը սուրբ լինեն։ Ինքնըստինքյան ինքը հոտում այդ ազատությունը պետք է քարոզի, որ ամեկ իրենց բացեն, ամեկ իրենց գրգռիչ տեղերը ցուցադրեն եւ շատ եղբայրների մեղքի մեջ գցեն ու բոլոր հոտը լինի անառակ, որպիսի իրան հանդիմանող չլինի, ամեն։ Իսկ ով էլ փորձի լինի հակառակվի գլխին տան խաչը։ Մատել սուտ բաներ սարքեն, ընտանիքը քանդեն, ասեն, ապստան բերտեսար ընտանիքն ինչ է լավ։ Այդ իրաց ձեռագիրն է փարիսեցիների, եսասեր քրիստոնյաների եւ շատ լավ ստացվում է իրանց։ Բայց փարտիրոջը ստե սուրբը նվիրյալը օրորի կբարձրանա, նրա ընտանիքը օրորի կփոխվի, կամրանա, նրա կողակցի հետ հոգ աշխատանք կտանենք, որ իր այրին հնազանդվի, սիրա իր այրին եւ զավակներին, ամեն, տնաշեն լինի։ Իսկ ընդ քանդում են, որ այդ եղբայրը կոտրվի, էլ չկարողանա իր դեմը պայքարի, ամեն, էս էլ մի ապստամբության մի բջոց է։ Ուրեմն գրեք, դու օրինակ եղիր շատերուն խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով եւ մաքրությամբ, ստան կարևոր կետեր է։
Առաջի Տիմոթեոս 4:12 մատիկա գրված։ Նույնը հաստատում է երկրորդ Տիմոթեոս 4:2-8։ Երկրորդ Պետրոս 1:3-10 սրբության լեռը ելնող աստիճանները ամեն, պետք է մենք ամեն աստիճան ելնելով օրինակ ցույց տանք մարդկանց։ Դες ես բարձրացել եմ, դու էլ կարաս։ Դրա համար Աստված մեղավորների գլուխներին է ընտրում, որպեսզի այն թեթև մեղավորները հավատք ունենան, հասկանան, որ կվազեն եւ կհասնեն իրանց սպասավորի կողնաստեղին։ Դրա համար Պողոս ասում անձի ընտրեց, որ իրոք ընձի փոխի, որ օրինակ դառնան մնացածներին։ Ամեն։ Երկրորդ Պետրոս 1:3-10 եւ Եբրայեցիս 12:1-2 վիրը պետք է նմանվենք, ում նայենք, ում նման խոսենք, քայլենք ու գործենք։ Հիսուսի նրա օրինակը մենք պետք է ցույց տանք, որ հենց հովիվը Հիսուսանմանն է։ Ուրիշ Քրիստոսանման հասուն կյանք չկա, բուն Քրիստոսի կյանքի արտացոլումը պիտի լինի, այո եւ մորուքով եւ պատմուճանով ներքին եւ արտաքին սրբությամբ։ Ամեն։ Փառավորվի Քրիստոսը։ Ուրեմն հիմա ընթերցում եմ այս քարոզի բնաբանը հաստատող համարը շատ խորթավոր համար է։ 4:11-12 ընթերցեմ։ Այս բաները պատվիրե ու սովորեցուր, չլա որ մեկը քու երիտասարդությունը տանարգե։ Հատկապես երիտասարդ սպասավորները, իրանք շատ լուրջ ծարաբարո լինեն, որ մեծ ասակները հարգեն ու ծաղր չանեն։ Եթե երիտասարդ սպասավոր անգրագետ է լավ, այն մեծ ասակ շատ կարդացողը կարդում է պարտանում սկսում է ծաղրել։ Ասում ավետարան էլ չգիտի, քեզի ով է դրել, ես քեզնից լավ սարկավակ կլամ ու ասենց արժեքա զրկվում է սարկավակը։ Իսկ այդպես քույրիկը կամ եղբայրը մի անգամից նշանակվի, որ ինքը մերկու բան գիտի, արդեն հպարտանում է։ Նա սխալ է, որ սարկավակը ավելի քիչ գիտի, կանգտից է սխալ ընտրություն օրը։ Դու պետք է ամենալեցունին դնես օդի սպասավոր, ամենակիրթին, ամենագրագետին, ամենանվիրյալին, որ մնացածը ենթարկվեն, ամեն։ Իսկ եթե դու դնում ես անգրագետին, այն գրագետը չի ենթարկվի անգրագետ սպասավորի։ Դրա համար է միշտ կռիվ աղանդավորական եկեղեցիների մեջ, որովհետև ով որ խոսքի հովի քիփն է, մոտիկն է դնում են սպասավոր։ Բայց ինքը մի սաղմոս չի կարում ասի, մի սաղմոս չի կարում կարդա։ Եվ սա փաստ է, որ բոլոր տեղեր այդպես է։ Հիմա տեսեք, չլա որ մեկը քու երիտասարդությունը տանարգե։ Դու օրինակ եղիր հավատացյալներուն, ինչ դու ես այն կլինի քու քարոզած եւ առաջնորդած հոտը։ Սմիթն ասում, ինչ հովիվն է այն կլինի հոտը։ Չլա որ մեկը քո երիտասարդությունը տանարգե, հապա դու օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, խոսքի լեցունությամբ։ Կարդամ հետո մեկնելով գնամ, վարմունքով, սրանք հերթական կապված են, ինչպես սրբության լեռը ելնող աստիճանները, որ տանում է գագաթնակետ չար մարդկանց եւ թշնամիներին սիրելու։ Խոսքով, վարմունքով, սիրով, ու դուք գիտեք ինչ աստվածային սեր, հավատքով եւ մաքրությամբ։ Այս 5 կետերը պարտադիր բան են, որ պիտի սպասավորն ունենա։ Ուրեմն դու օրինակ եղիր խոսքով, ոնց նա խոսքով լեցվի, ատենեն եւ ատենեն դուրս պարապա, խոսքով, աղոթքով, պաշտամունքներով։ Երբ գան քեզի հարց տան, ասես գրված է, ավտոմատ ինչ է, դու բացում ես գրվածն ես կարդում եւ մղում ես քո ծնած գառնուկին, որ գնա գրվածքի մեջ խորանա, ոչ թե քո ասած գաղափարների մեջ ու գրքում չգտնի։ Եթե դու քո գաղափարը տաս, նա գրքից կհեռանա, քո գաղափարներին կապավինի ու կհետևի։ Եթե դու խոսքով լեցված ես ու խոսքով ես պատասխան տալում, խոսքով ես բժշկում, ինչպես գրված է Քրիստոսի խոսքը ձեր մեջ բնակվի առատությամբ, որ հակառակեցողներին խրատեն, կրթեն, դաստիարակեն խոսքով։ Նույնը Տիմոթեոսի մեջ գրված է 3-րդ գլուխ, 2 Տիմոթեոս 3-րդ գլուխ, 16 խոսք։ Բոլոր գիրքը Աստծո խոսքն է, Աստծո շունչն է, որը օգտակար է խոսքը, կրթելու, դաստիարակելու, սովորեցնելու, խրատելու եւ մարդուն ամբից անարած սուրբ դարձնելու։ Ինչի համար, որպեսզի Աստծոյի մարդը դառնա բարի, սուրբ ու կատարյալ։ Ամեն։ Եթե խոսքը չմտնի, ոնց լվացի։
Խոսքը չմտնի, խոսքը չկարդա, ոնց իմանա, որ բարկանալը մեղ կա, տեսավ ցանկացավ մեղ կա։ Ուրեմն խոսքով խրատ է հակառակ կեցողներին, որ իրանք իմանան դա Աստծո խոսքն են, իրանք զանցար է, գնան զղջան, միատել իրանց աչքերով կարդան ու ապաշխարեն։ Ուրեմն խոսքով լեսվել, խոսքով պատասխան տալ, խոսքով հանդիմանել, սա Հովվի ձեռի մուրճն է, եկեղեցին մաքրող ավելն է, ամեն։ Խոսքը եկեղեցու անդամներին լվացող ջուրն է, խոսքը քեզի սնող մեծացնող կյանքն է, ինչը խոսքը, դևերի գլուխը ջարջախող նետն ու քարն է, ինչը Դավիթի ձեռի քարը, իսկ Պարսատի աղոթքը։ Հիմա տեսնում եք խոսքը ինչքան կարևոր է, բայց Հովիվ կա խոսքը մենակ քարոզի ժամանակ օգտագործում։ Դե բնականաբար այդ Հովի գլուխն էլ Գողիաթը սրով կտրում է։ Գնում է, որ աղոթքանա հիվանդները բուժվեն, ավելի են դիվահարվում, ինքն էլ խետնա դիվահարվում, գալում 5 սուտկա պարկում չի կարում անկողինից վերքեն, ամեն։ Սկիվա քահանայի որդիներին ինչ արեցին դևերը։ Դիվարի մչիցելան հարցակվան վրեն եւ դիվարի ձեռերով պատառոտեցին նրանց անդերսները ու մերկուտակնոր փախը։ Ուրեմն չլա որ մեկը քո երիտասարդությունը տանարգե, հապա դու օրինակ եղիր ավատացյալների խոսքով, եթե խոսքով լեցուն ես, արդեն վարմունքդ փոխվում է, ամեն։ Խոսքը առատա քո մեջ, դու ներով ես, դու սիրով ես, դու քաղցրաբարո ես Հիսուսով, հեզ ես, խոնար ես, ամեստ ես, երկայնամիտ ես, լռող աղոթող ես։ Ես քո այդ շփողները փոխվում են, մեռելները կենդանանում են քեզի հպվողները, ինչպես Եղիսեի մարմնին դիակին հպվան վերակենդանացան, ամեն։ Կամ ինչպես Եղիանի չափ կպավ մանուկի վրեն, բերանը բերանին դրեց, ձեռը ձեռին աղոթք արավ եւ ետ եկավ մանուկ։ Էս ինչ է, սա հոգևոր մանուկների խորհուրդն ունի, որ ովքեր քո հետ մերձենում են, Հովիվ, ովքեր քո հետ մեկանում են, քո նման են դառնում, հոգեպես վերակենդանանում են, մարմնի կրքերի հանդեպ մեռնում են, ամեն։ Իսկ այսօր Հովիվ կա, որ մեկ քույրիկը հետը շփվում շնության մեջ անգնում։ Էս ինչ ներքինացած Հովիվ, այ մայթ, խայտարակ այսի, ով որ մեկ քույրիկ իր այդ շփվավ սիրահարվում ա վրեն, էսի Հովիվ, ողպա մստու վրեն, իրանք էլ այդ ձևի Հովիվ են, վարձ կան, Հովիվը մի հատ նշուլ տեսավ, հեռու պիտի վանի այդ քրոջը, համ իրանից, համ հոտից, մինչև փոխվի, բայց Հովիվ այդ նշանները տենալով լոզերը թափած սպանդանոց ա վազում ու գնում հայտնվում ա շնության գիրկը, տիրոջ առաջին ուղիղ եղողը կազատվի պոռիկի որոգայթից, տիրոջ առաջին ծուռը եղողը կայտնվի դրա մեջ, իսկական եկեղեցում չի կարա շնություն լինի, Պողոս առաքյալն էլ ասում, խնդում եք, ուրախանում եք փոխանակ ողբակ, ամեն, որտեղ սպասավորները, սպասավորների կիները, հասուն հոգիները մեկը մեկին հսկում են հատկապես նորեկներին, այդ եկեղեցում չի կարա շնություն լինի։ Ուրեմն խոսքով, վարմունքով, վարվելացևով, նստելով, ելնելով, հյուրասիրելով, հեզությունով, խոնարհությունով, պարկեշտությունով եւ ինչ մաքրություն, ինչ սրբություն կա, եթե դու այդ ձևի վարմունք ես ցույց տալիս, դա քրիստոնյայի ու Քրիստոսի վարմունքն է։ Ամենքուն ներում ես, ամենքի հետ խաղաղ ես, ողջ ես պահում, ինչքան էլ քեզ անարգեն, հետո որ գալիս ներողություն են խնդրում, մոռանում ես, հին ասում ես, եկեք ապրենք նոր կյանքով, ամեն։ Գնա իմացել բան չել է, գնա էլ մեղ չգործես, անառակ մայրամ, ամեն, ներում եմ, գնա քո անարգալից վերաբերմունքը ներում եմ, գնա էլ եղբայրների հանդեպ քեզի անվարք չպահես, ամեն, պիտի էսի ունեն, էս վարքագիծը պիտի Հովիվն ունենա, որ օրինակ լինի, որ այդ քույրիկը եղբայրը նրա հետ շփվելով ինքն էլ վարքով փոխվի, գնա իր տնեցիկին էլ ինքը փոխի, ամեն, Տերովը։ Բայց գալիս է քեզնից հրեշ եսասերի բնությունա նվերը ստանում, էթում ամուսնում խեղտում ատունը, լեզվա խեղտ անում, բայց որ դետ քրոջ հետ աշխատանք ես տանում, ոնց չես հորդորում, որ նա լեզուն կտրի, քիչ խոսի, շատ աղոթի, սիրա իրա այրին, իրա զավակներին տնաշեն լինի,
Ուրեմն դու էլ քո կնոջը տենց անվարք ու անբարոյական եք, որ ձեր այդ շփվող քույրերն ու եղբայրները անվարք եւ անբարոյական են դառնում։ Ինչ հովիվնա այն կլինի հոդը։ Խոսքով, վարմունքով, սիրով։ Սերեսի չէ ով քեզի փոխտա դու սիրես նրան։ Սեր աստվածային սերն է, ոչ թե մենք սիրեցինք նրան։ Հապա մեր նման չարագործներին Աստված սիրեց, գնաց, մեկացավ նրանց հետ, նրանց նման դառավ, որ նրանց բերի նմանեցնի Քրիստոսին։ Այս է սերը։ Սիրես ամեն բանից առավել, ներես, համբերես։ Աստվածային սերը Կորինթացիս 13-ում գրված է։ Նա չի չարանում, չի բարկանում, իր անձի օգուտը չի փնտրում, ամեն ատեն ներում, ամեն ատեն սիրում, սերը բնավ չի մարում։ Միշտ բարեխոսում մինչև տեսնի այդ կույր գառնուկը մեռած դիակը դարձի եկած ու ապաշխարած։ Ամեն սերն է սիա։ Չեմ ասում ուրիշների, քո կողակցի եւ քո ընտանիքի զավակների հանդեպ, եթե դու սեր չունես, ուրիշի հանդեպ սեր կունենաս։ Եթե քո կողակիցը տկարանում, էլ չես ուզում հաշտվես, քո զավակը մի չար բան անում, ծեծում ես, էլ չես ուզում բարև տոս։ Դու սեր ունես։ Մենք մեր անձին ենք ապավինում, եպիսկոպոսների համար ինչա գրած, զարնող չլինի։ Հասուն հոգևորը մարմնի նզովյալ զորությանը չի ապավինում։ Հապա ասма Տեր, իմ գարան ես, իմ զավակին, իմ կնոջը քեզ եմ անձն է, ամեն։ Դու ծեծա ու դու փոխա։ Դու ուզես լավ կորած ծեծես։ Ես կողա ծեծեմ 5 րոպե ցավա, բայց որ ծեծես ամիսներով կցավա ու դարձի գա։ Դու ամ կծեծես, համիրա սրտի հետ աշխատանք կտանես։ Բայց ես որ ծեծում եմ, խոսում եմ, գժվում, ամեն դիվա հարվում։ Իսկ որ դու ծեծում ես, մեղմել գնում խոսում ես, ամեն։ Եվ ինքը իր եսին տեղ չի տալիս, հասկանում է, որ եսի Աստված է խոսում։ Կարելի է ասուն լսել ու դևերի ճիրաններից ազատվել, ամեն։ Ուրեմն խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով։ Ուրեմն քույրիկ գնա աղոտ կարա, կամ հավատում ես, որ աղոտ են կբուժվես, ումա չէ, որտից հավատամ։ Ուրեմն սա ինքան մեղքեր ունի, ես մեկին ասեցի ձեր մեջ ակար կա, սա սովը սոքար են գլոստա ձեր մեջ մի հատ արդար կա, հոգի գալստական հավատացյալ էր։ Ասի ձեր մեջ մեկ սուրբ մարդ չկա, որ միաբանվեք, մեկ երոսավ չէ։ Հələ մտի հարցրա թե մեր մեջ սուրբ մարդ կա։ Այ էսիա, որ եկեղեցում չի կարոզում, որ բոլորը պետք է սուրբ լինեն։ Օրորի սրբության հորդորներ չի տրվում, դրա համար մարդիկ իրանց մեղքերի մեջ դոփում են։ Չկա, անհնար է մարդը կարա սուրբ լինի, ինչի։ Այդ Պողոսը կարողացել է, Պետրոսը կարողացել է, Հիսուսով դու չես կարա։ Քրիստոս նույնն է երեք այսօր հավիտյան։ Ձեզ կանչող սուրբի պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքների մեջ, տանը, թե դրսում, դպրոցում, փողոցում, վարորդ հական գործդ կատարելիս ամեն տեղ։ Կարաս, եթե տեղն է քո մեջ, չես կարա, եթե անձով ես ուզում անես, ամեն։ Սիրով, հավատքով, եթե ձեր սրտերը Հովհաննեսն ասում է ձեզի մեղքի հանդեպ խշմտանք չառաջացնեն ու չմեղադրեն, բերանիցը թելածը կտրվի քեզ։ Ինչու Զաքարյան համրացավ։ Եթե նա չհավատաց խոսքին, ու նա չի կար այդ խոսքը դավանելով ասուս բանը ստանա։ Բայց ով որ հավատում է ամեն բանից առավել, Տեր դու ասել ես, քո խոսքը ճշմարիտ է, հավիտյան անփոփոխ է, դու ասել ես կներեմ մեղքերդ, կբուժեմ ցավերդ, կամ մեղքը սնձի ասա, կամ ցավերս բուժի, այլ ընտրանք չկա։ Այդ ժամանակ Տերն ասում է փախար նզովված, իմ զավակը հավատում է, դավանում է եւ քարը գլխի տա տալիս։ Եվ լույսը պարգևում է, խավարը ցնդում է եւ Աստված բժշկում է այդ գառնուկին հավատքով լեցուն եւ Իսրայելի Աստված Հիսուս Քրիստոսն է փառավորում։ Ամեն։ Հավատքը չերևցած բաների ապացույցն է։ Անտեսանելի բաների նյութականացումն է։ Որ չտեսած ես դավանում, որ բուժվես նոր հավատաս, թե հավատ պետք չի։ Սա բուժվի, նոր հավատաս։ Անխել պետք է հավատքով օքիս բուժեմ,
որ Աստված տեսնի լույսը պարգևի եւ դու ցնդես նզովված։ Հասկացաք, հավատքը ամենակարևորն է։ Սա ուստի ինչ կմնա, հույս, հավատ եւ սեր եւ Աստծո սերը կարևոր է, հավատն ու սերն, ամեն։ Եթե դու հավատ չունես, դու մեղք ունես։ Ով չի կարում Աստծուց բան խնդրի, ով շատ այլանդակությունների մեջ է։ Ով որ Աստծո դեմ ուղիղ է, ինչ ասես, ինչ կարա խնդրում առնում է։ Ես տուն խնդրի տվեց, ով տու խնդրի տվեց, բժշկություն խնդրի տվեց, եկեղեցու հովիվ խնդրի տվեց։ Ամեն։ Ընդ դու չես կարա հովիվը լես, դու ասում ես գլնեմ դու էլ կտրակեք։ Ասում մի հատ կա արդեն այդ որ կրամոլի խեդին էլի։ Երանի էտի չլներել, էտի հովիվ չէր։ Ասում էտի հովիվ չէ, էտի փարի գերի կրոնավոր խոզա։ Գերե, գիրացե, գլթիկը կախե, վաղը պտի մորթե։ Իսկական հովիվը գիշեր ցերեկ կյանքա դնում գառների համար։ Քունը չգիտի ինչ բան է։ Հենոր ժամը խին գնելը չեմ գնել։ Մեկ էլ աներ ձակս ասում է, «Էդ դուրը զարդ ունես»։ Ասում եմ հովիվը ուշ քնում է, շուտ ելնում է։ Են անգամ կարնի քուր Ամերիկայից գերես, ես դու զարդ ունես ժամը 4-ն է։ Բայց երբ ընդ ես շուտ եմ քնում, իմ շուտ քնելը Երանի մի օր մեկին քնեմ։ Մեկին քնեմ, էդի լավ է։ Իսկ մորք վայ ասում է, ինը եկավ աշխարհ ես պիտի քնեմ։ Չեմ գիտում ինչ հորմոն արտադրվում, որ ես նիհարեմ, ինչ անել բաների մասին են խոսում։ Նիհարեմ, չլնեմ, ինչ հովիվին հավես կա այդ բաների մասին մտածա։ Նա էլ է ուզում քնի, բայց ճշերը չեն թողում։ Երեխեքը չեն թողում, ծնգծրն, մի կտրում եմ 100-ա տեսեմ ես։ Վայ Իսուս ջան, փախտեմ են ստեղ, որ տանեցիքի ու անդորը չխանգարեմ կոնե քնացը, որ ես այդ ծլնգները լսամ։ Կարևոր բան է այդ մորթը, բանոր է, հասկանում եք։ Տերը ողորմի, սա է, եթե դու լրիվ ուղիղ ես Տիրոջ առաջ, ինչ վերանիցդ հելավ Տերը պատասխանում է, սա հավատքն է, և մաքրություն, անկեղծություն, հիշում եք Պողոս առաքյալը ասավ կվախենամ այդ անկեղծ միամիտ հավատքից սատանան ձեզի մոլորցն, ինչպես Եվային ու Ադամին գցեց, միամտությունից, միամիտ մաքուր անկեղծ անարատ հավատք։ Այս մաքրությունը ամենակարևորն է, ոչինչ տկար ես ընկար, ոչինչ տկար ես բարկացար, բայց կարևորը խոստովանվի անկեղծ միամիտ գառնուկի նման։ Տերը քեզ կազատի դրանից։ Բայց որ դու աֆերիստի նման գալիս ֆրֆրցնում ես, ինչ ես եկել, կարոտ չեմ քո խոստովանությանը։ Եկել ես քո մեղքը պատմա, ոչ թե կիսուրիդ ու մորթիդ։ Դու ինչու՞մ ես քեզ հանցավոր զգում։ Էդի պատմա գնա, ոչ թե կիսուրիդ մեղքը խոստովանվի կոմ այրիդ կոմ տղիդ։ Թող կգա ժամանակին էլ իրանք կխղճարեն, կքան կկիսվեն։ Քանի նրանք չեն եկել, դու ասա ինչու՞մ ես մեղավոր, այ անցավոր։ Ամենամեծ մեղքի բաժինը դու քո վրեն վերցակն է, խաղաղությունդ կուրցրել ես վերջ, արդարացում չկա դու ինչի մարես կուրցրել, որ խաղաղ լինի, սախին գլուխդ շոյին, չաչալդ պոչին, շոյին, փոխտին, լավնտիր յուրասիրին, դու խաղաղությունդ կկուրցրիր, բպտի անարգեն, բպտի ճմլեն, որ տեսնեն մջիցդ ինչա դուս գալիս, արդարացում չկա, ասում է ես խաղաղի կեղտոտ ընչի կար խաղաղությունը ստորար։ Սատուս ունտարն ասում է, այն խաղաղությունը, որ Աստված է տալիս, մարդը ոչ կարա տա, ոչ էլ կարա վեր առնի, մարդկային որևիցե բան չկա այդքան թանկ, որ դրա փոխարեն է խաղաղությունը տաս էդի վերցնես։ Եթե քո խաղաղությունը կորում է, ուրեմն մարդկային է, շնչավոր է ու դիվային է։ Չեմ ասում, մի մոմենտ կողա ձայնդ բարձրանա խաղաղվես, էդի չէ, որ ընկնում ես անխաղաղության գիրկել չես կարում խաղաղվես։ Ժամերով անխաղաղվես։ Քո խաղաղությունն ու սերը կեղծ է, մարդկային է, շնչավոր է, դիվային է, իմանալ ունի բոլոր աշխարհի մարդիկ սերը ունեն, բայց շուտ մարում է։ Նայած մարդը դիմանում վերջում է մարում։ Խաղաղություն էլ ունեն, բայց շուտ կորում է, ամեն։ Հələ մարդը ինքան հեզ է, բայց որ օփերից ելավ ես իմիշ կանի։ Ունեն Սուրբ Օգու պարգևի կեղծերը բոլոր կրոնավորները եւ աշխարհի մարդիկ ունեն։ Ուրեմն այն պարգևը,
հեզությունը, խոնարհությունը, ներելը, սիրելը, որ հարատև է։ Դա է Աստվածայինը։ Դրա համար միշտ աղոթ կարեք, Տեր ես կեղծ պտուղները ինձանից հեռացրու տուր Աստվածային անմարելի Սուրբ Հոգու պտուղները։ Անվերջանալի սերը հավետ չի մարում, ներման հոգին չի երանում, եթե ներես կսիրես, սիրես կսիրես, սիրես կներես, եթե ներում ես, սիրում ես, ուրեմն պետք է ներես, ամեն։ Իսկ եթե ներում ես, սիրում ես, ուրեմն պետք է բարեխոսական աղոթք կանես իր համար։ Սրանք շաղ կապված են, տարանջատել չես կարա, ամեն։ Քո սերը պետք է չմարի։ Քո կողակցի հանդեպ բարեխոսություն, զավակիդ, ծնողիդ, հարևանիդ, բարեկամիդ, հատկապես քո ընտանիքի մեջ մի հատ եսիկիդ կպնում են, կատաղում ես, այո, տունն է քո մազոլները լավ ճմլվում։ Տան մեջ են քեզ լավ անարգում։ Դուսը քեթ ընծանարգող չկա, հայր, մայր, կողակիցներ, զավակներ։ Մնացած տեղը դու հարգանք ես վայելում։ Ուրեմն իսկական հնոցը տունը տա, ամեն։ Տան մեջ ինչ որ ես, այդպիսինն ես Տիրոջ առաջ։ Հիմա տեսեք ինչքան կարևոր բան է, ասում եմ մինչև ես գամ մի դիր, շարունակեմ, եսի կարևոր տեղ է։ Կարդալու, էլի գնաց խոսքին, հորդորելու, սովորեցնելու, կարդալեսվի, հորդորա, քո կյանքով օրինակ ցույց տու, սովորեցրա, ամեն։ Ուրեմն ինչև ես գամ մի դիր, կարդալու, հորդորելու եւ սովորեցնելու, անոք մի ըլլարքու վրա եղած պարգևի վրայով, որ մարգարեությամբ քեզի տրվեցավ, երեսներու ձեռքերը քու գլխիդ վրա դնելով, ամեն։ Ուրեմն եկեղեցում ճշմարիտ սարկավագի համար հայտնություն եւ մարգարեություն պետք է լինի։ Առանց դրա հովիվը պետք է նրան չդնի պատասխանատու։ Հետո դնի ժամանակավոր սարկավակ, հետո հիմնական սարկավակ։ Հետո արդեն հովություն է, թե հասունացավ, արդեն դե նա ձեռնադրություն անում են։ Մինչև ավակ սարկավակ հասնելն է բարդ։ Եթե այդքան անկեղծ կան, մնացածը ուրախությամբ պետում են, ամեն արդեն հովի գործը սիրով դու կրում ես։ Որտեղ այդ լուծը վզիտ է, դու սովոր ես վզին։ Այն ոնց են այն ձիերին, որ սկզբից էլ չեն հեծնել, տարապում է այդ մարդը մինչև հեծնում ու սանձը դնում է այդ ձիան քուրակի բերանին։ Ընդուց հետո արդեն մարդել է նստում, ընդուց հետո արդեն հետևից ֆայտոնել են կապում, խելը, գլոխը կախ, տնտմբալեն, էթում ամեն, սկիզբն է դժվար։ Նույն էտի այդ պատասխանատու սարկավակ եւ ավակ սարկավակը ամեն ամեն լուծ կրողն ամեն, հետուց հետո ավակ սարկավակի գործ արեցիր ու հասունացար։ Երեցել կարասելլաս, եպիսկոպոսել կարասելլաս, արդեն տերը երբ օծությունը պարգև։ Հաջորդը երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլուխ, էսի շատ կարևոր թեմա էր։ Երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլուխ 2-8։ Խոսքը քարոզ է, տեսնում եք ամեն տեղ առաջնային խոսք, աղոթք։ Պարսատիկի միջի քար եւ պարսատիկ գողիատնին ինչ ալնում, փռվում է գետին։ Եվ ասո խոսքի սուրով էլ գլուխը կտրիր։ Տեսնում եք, խոսք, աղոթք, սա պիտի լինի հովվի ամենակարևոր բանը եւ սա պիտի փոխանցի գառներին, որ նրանք կմնեն խոսքին, աղոթքին, պաշտամունքային, վկայության, քարոզչության։ Ամեն։ Վերջ ես հոտին բռնել չի լինի։ Խոսքը քարոզ է, մտադրությամբ գործիդ պարապե։ Ատենեն եւ ատենեն դուր, ժամանակ առ ժամանակ, երբ ժամանակ ես գտնում խոսք, աղոթք, երբ փառաբանություն։ Երբ ժամանակ ունես, պարապ պտի չմնաս։ Խոսքը քարոզ է, մտադրությամբ գործիդ պարապե, ատենեն եւ ատենեն դուր, սա պիտի լինի քո վարքագիծը եւ օրինակը ժողովրդին։ Երբ գան քեզ գրքի կողքին տենան, ոչ թե Instagram-ի մեջ, Facebook-ի մեջ, սայթերի մեջ, YouTube-ների մեջ, ամեն։ Հիմի հարց դու քեզի, քո տնեցիքը քեզ ինչի մեջ են տեսնում։ Երբ զարթնում են աղոթ գիրքա քո կյանքը։ Երբ պտտում ես նաուշնիկը ականջդ քարոզ ես լսում, թե ֆուտբոլն ես տենում։ Սիանս այսօր բացես դու գիշեր չես տեսես սիրտդ քիչ ամենա կոյնի։ Հասկանում եք, նսենց հովիվներ էլ կան, գիտում այցելության փոխանակ խոսք քարոզի, ասում է այսօր կարևոր ֆուտբոլ կելի կներեք կմիացնեք տենանք։ Եվ այս հովիվը կոչվում է
հոտի առաջնորդ։ Ինչ հովիվ նա ֆուտբոլի սիրահարել կդառնա իր քույրիկն ու եղբայրը։ Ուրեմն խոսքը կարոզ է մտադրությամբ գործիդ պարապեատենեն եւ ատենեն դուրս։ Հանդիման է սաստե եւ հորդոր է։ Նայած թե որ օքուն ինչ օգուտ կտա, ամեն։ Սկզբից աղաչա, հետո վախծրա, հետո խիստ վախծրա, ասակ դաժան կճլոթեմ, կկտրեմ, խնդրում եմ, գնա փոխվի, հասկանում եք, նայած թե որ ոչ է, որ ման, օրինակ հասունին մի հատ նայում ես, հորդորում ես, էլ այդ մարդ այդ բանը չի անում։ Մանուկին սաստես, մի հատ ճլոթի տաս, հանդիման ես, կտրում ես կտրա, ասում այդ ջոր եկեղեցի չկա։ Էս մարդն ես եկեղեցուս բան չհասկացեցի մնաս թե ինչ անա։ Նենց ես վախցնում ինչ որ ուրեմն դու բոլ էս մարդու աչքին բոլոր աղանդավորներն էլ դու էլ մեկ եք։ Պրոստը ստե մոտիկ էր հարմարերը սիսիջելիգները փափուկերը ստեներ գալիս։ Ատեսները պետք է հոտ չմնան, որեն մանուկներին չտկարաստեն, ամեն։ Հանդիման է սաստե հորդոր է ամենայն երկայնամտությամբ, համբերելով կա երկու տարում ապաշխարիտ գարը, 2-3 որ չապաշխարի նոր դուրսան, իսկ ովը մի անգամից դուրսանում, որը ես ասել հովիվ ամեն, իրա խոսքը չի կատարվել, պրծավ պետի դուրս գա, սս բաներել ենք տեսել, դու քո կյանքով օրինակ ծառա այդ գարնոկին ամեն, հեսոր չհասկանա, մի քանի տարի հետո կհասկանա, ուրեմն հանդիման է սաստե հորդոր է ամենայն երկայնամտությամբ ու վարդապետությամբ, վասնզի ժամանակ պիտի գա, հենց հիմա ալ է, որ ողջամիտ վարդապետությանը պիտի չամփերեն, ողջամիտ իշնա, ողջ առողջ անարատ Հիսուսի վարդապետությունը, որ ինչ քարոզում են, ասում են գրվածա, ամեն, սա է ողջը, առողջը, անարատը, այդ ողջամիտ վարդապետությանը պիտի չհամփերեն, չընդունեն, որտեղ վերևից նրանց ֆինանսավորում են, որ ողջ ավետարանից ծռվեն, գնան թունավորին, գնան խարդախվածին, գնան ների խարդախված ավետարան քարոզեն, ինչպես Պողոսը Գաղատացիների առաջի գլխում ասում է, կզարմանան, որ շուտով լքում եք այդ մեկը անարատը, ամեն, դրա համար էլ Տերը լքել է իրանցից եւ ցավերով մեղքով լսվել է եկեղեցի։ Վասն ժամանակ պիտի գա, որ ողջամիտ վարդապետությանը պիտի չամփերեն, հապա հաճելի բաներ լսելու մարմաջով իրես ցանկությունների համեմատ վարդապետներ պիտի դիզեն իրենց եւ ճշմարտությունեն ակաժները պիտի ծռեն, գրքից պիտի շեղվեն, նզովյալ լինեն հավատացյալը, որ տեստի հովը գրքից շեղված բանակարոզում չհանդիմանի եւ նզովյալ լինեն հովիվը, որ տեստի հոտի գառնուկը գրքին հակառակա քայլում չհանդիմանի, ամեն, ես ձեզ պիտի հորդորեմ հանդիմանեմ դուք ինձ, Աստված չանի ինձ ընկնեմ, որ դուք իմ մեղքերը տեսնեք, ամեն, բայց Աստված չանի, եթե սարկավագա, հովիվա կամ պատասխանատու եղբայրը տեսնում ես ծռված է, էլ հանդիմանի թոթա ապաշխարի, ամեն, նզովյալ լինի այն հովիվը, որ կնեղվի, որ իրա ցածրադաս իրա սխալն ասում, ծերես կա, ծերես մի բաններ սխալ անես, Բա ինչի համար է երիտասարդ կադրը քո կողքին դրվե, որ չթողա ընկնես դու, ամեն։ Վասնզի ժամանակ պիտի գա, որ ողջամիտ վարդապետությանը պիտի չամփերեն, հապա հաճելի բաներ լսելու մարմաջով իրես ցանկությունների համեմատ վարդապետներ պիտի դիզեն իրենց, ուրեմն կա եկեղեցի, որ մարդու ցանկությունը հագեցնելու համար է ավետարան քարոզում, կա եկեղեցի Սուրբ անարատ ամբիջ եկեղեցի, որ միայն Սուրբ Հոգու ցանկությունը հագեցնելու համար է քարոզում, սրբերին հաճեցնելու համար է քարոզում, իսկ կան եկեղեցիներ, որ մարդ հաճեցնելու, դրա համար Պողոս առաքյալն ասում է, եթե ես տակավին մարդահաճո ավետարան քարոզեի, ալ Քրիստոսի ծառան չէի լայի, Գաղատացիս 1:10, բաց կորթ։ Եվ ճշմարտությունից Աստծո խոսքից ակաշները պիտի դարձնեն, պետք է ասեն հոգնել ենք այս մանանայից, հերիքա օրենք էլի։ Ճշմարտությունից Աստծո խոսքից ակաշները պիտի դարձնեն, պիտի զզվեն Աստծո խոսքից, ասեն մեր զզվանքը գալիս է Տիրոջ օրենքից, մի քիչ մեղք ու խաբեություն քարոզեք։ Ու շատ հիմար քարոզիչներ կքարոզեն, շատ տգետներ կքարոզեն ու գեհենի զավակ կդառնան։
Եվ ճշմարտություն հենակաշները պիտի դարձնեն եւ առասպելներու ետևե գնալով պիտի մոլորվեն։ Ինչն է առասպել, երբ ասում եմ որտեղ է գրած քո ասածը, բայց ասում եմ ինչ կարևոր է։ Ոնց կարևոր չէ, այ առասպելա քարոզիչ։ Ես առասպելի չեմ լսում, ես Աստծո խոսքին եմ լսում, որ ներսս խշմտան կարաջանայի, քուս կարամ Հակոբին ասեմ, Հակոբ գրված է, ոչ թե Կարեններ ասում։ Կարենը կաղա իրանից է, հորին է։ Կարենի ասածը խշմտանք չի առաջացնի, բայց գրքի ասածը խշմտանք կառաջացնի։ Բայց դու ամեն բանի մեջ արթուն կեցիր, նեղություններին համբերե, տեսեք ինչ վարք պտի ցույց տաք դու ժողովրդին։ Ամեն բանի մեջ արթուն կեցիր, նեղություններու համբերե, ավետարանիչի գործը քու պաշտոնդ կատարե։ Սայակով վարքը, վարվելաձևը հոտի մեջ։ Վասնզի, ասում է տես ինձ Տիմոթեոս, մենք էլ տեսենք դտես մեզ, բայց դու այդ կյանքն ապրում ես Պողոսի նման, որ ասես, իսկ եթե ապրում եմ ես, քարոզում եմ, դու տեսել ես իմ անցած ճամփեն ու հիմա էլ տեսնում ես, վասնզի ես արդեն զոհլալու նվիրված եմ եւ իմ մեկնելուս ատենը հասելա։ Փիլիպեցիներին Պողոսն ասում է իմ մար ապրելը Քրիստոսա, Քրիստոսի կյանք ապրելա, այտենց ես, եւ մեռնելն օգուտ, որովհետեւ պրիամո գնում եմ Հիսուսի կողքին։ Հիմա դու կարաս ասես իմ մար ապրելը Քրիստոսա։ Քրիստոսը ոնց էր ապրում, գիշեր ցերեկ Տիրոջը նվիրված, ամեն։ Գիշեր ցերեկ հոտի գառների հետ, ամեն։ Քնելու ժամանակ էլ չուներ։ Վասնզի ես արդեն զոհլալու նվիրված եմ ու իմ մեկնելու սատենը հասել է։ Բարի պատերազմեցան, փացքը կատարեցի, հավատքը Տերովը պահեցի, ամեն արդեն պարծենում, արդեն ասել արդեն նավահանգիստ։ Ասկե հետո կա ու կմնա ինձի արդարության պսակ, այս պարծանքն այսի է, որ հասնես տեղ, ոչ թե սկիզբն է փրկում, ապա վերջը, ամեն, ով կհասնի նավահանգիստ, թո պարծեն, արդեն Տիրոջմով է պարծեն։ Սակայն ասկե հետո կա ու կմնա ինձի արդարության պսակը, որ Տեր արդար դատավորը պիտի հատուցանե ինձի այն օրը, ոչ միայն ինձի, ապա ձեր բոլորին այդի, ոչ միայն ինձի, ապա այն ամենուն, որ սիրեցին անոր հայտնվել, դուք չեք սիրում, ուրեմն Պողոսի նման պիտի դառնաք, նմանվեք ինձի ով Կորինթացիք, ինչպես ես արդեն իմ նման հրեշը նմանվելա Հիսուսին, ձեզ կանչող սուրբի պես դուք էլ սուրբ եղեք, Պետրոս առաջի գլուխ 15-17 ձեզ կանչող սուրբը ով է Հիսուսը, անոր պես քայլեք, խոսեք ու գործեք, դա պարտադիր կանոն է, եւ դա բարդ չի, եթե ասով ես անում, տառապանք ու չես հասնի դրան, եթե քո գարշելի նզովված եսով ես անում, ամեն։ Այդիա Քրիստոսի մեջ եղածը չի կարա սուրբ կյանք չապրի, քարոզն ունենք, եւ Ադամի մեջ եղածը չի կարա մեղ չգործի, ժողովուրդ, հարց դու ում մեջ ես, դու մկրտված ես, լեզուներ բդի ես անում, մկրտվածը Քրիստոսի մեջ մտածն է, նա էլ մեղ պիտի չգործի, նա հոգեղենեակ է, նա Քրիստոսի կինն է արդեն, նորեկ ժամանակ նշանվում ես, հինը հանելով Քրիստոս հագնելով, Քրիստոսի կինն ես դառնում, իրա մարմնի անդամը, իրա նման պիտի քայլես, խոսես, մտածես ու գործես, ամեն։ Եթե ես չես, ուրեմն քեզ խաբել են, դու մկրտված չես, հինը տանած Քրիստոսակաշ չես, կրքերդ խաչած, ներքինացած չես, խաբել են քեզ, ամեն։ Բարի գրքով ապացուցեմ, որ դու մկրտված չես, դու կնքված ես, ծնված ես, կողարդեն մեռիր ես էլ խաբար չես, հոգով լեսում ես, որ հինը հանես, Քրիստոս աղնես, փառավորվի Քրիստոսը։ Երկրորդ Պետրոս 1:3-ից 10 իմ սիրած, ամենասիրած սրբության լերը ելնող 8 աստիճանները, որ ամեն ժամանակ ամենա քարոզում է։ Հիմա տեսնենք դու որ աստիճանի վրա ես։ Քո ցածրադասը քեզանից ինչ վարք է տեսնում։ Ուզում է նորից բարձրանային 5-րդին, թե 4-ից ուզում է քալլի տոսմա, ես եթե համստանք հոգևոր մարդիկ չեն սատանայի ծառաներ են, քո աստիճանների բարձրությունը պիտի ձգի մարդկանց դեպի վերի բարձունքներին, ամեն, եթե իհարկե դու արդեն ճարպկացած ես, ով կանչի կվազես կգրկես կհանես, ամեն,
Երկրորդ Պետրոս առաջի գլուխ 3-10 Սրբության լեռը ելնող 8 աստիճանները իմի սիրելի հոգի քննի կամ սիրելի սպասավոր դու այդ աստիճանների գոնե են սիրո չեմ ասում աստվածային սիրուն հասել եք եղբայրասիրությանը որ իրար եք բսկտում դատում բամբասում մի եղբայր նստում են մեկ էլ եղբորից բամբասում դու կարող ես հավատքի աստիճանից ոչ լսի բայց իսկ առաքինություն չունես դու որ նստում ես քո եղբորից են մեկ էլ քրոջ կամ եղբոր դեմը բամբասում ես ինչպես իր աստվածային զորության կյանքի եւ աստվածպաշտության վերաբերյալ բոլոր բաները մեզի տվավ անոր գիտություն ով է որ մեզ փառքով եւ առաքինությունով հրավիրեց որոնցմով ամենամեծ ամենաբարձր սրբությունն է փոխանցում մեզի որոնցմով ամենամեծ ու պատվական խոստումները տրված են մեզի որպեսի ասոսմով աստվածային բնությանը հաղորդակցինք ուշադիր աշխարհի մարմնավորի մարմնի կրքոտ ցանկություններից առաջ եկած ապականություններից փախչելով կաստես դրան ու փախչելու ճանապարհը ցույց է տալիս 8 աստիճաններով որ դու կարաս ամենաբարձր աստվածային սրբությունը հագնես եւ ասո նմաններես սիրես ու բարեխոսես ամեն եւ դրա մեջ աճես ու շատացնես եւ այս բանի համար բոլոր ջանքերնից դրած ձեր հավատքի վրա հավատքը բոլորն ունեք առաքինություն առաքինի հագուստ թուլուլիկ եւ գրգռիչ տեղերը փակ առաքինի պատկեր բնական մազերով բնական հերեսով բնական եղունգներով ամեն ոնց քո մոր որովայնից դուրս եսել է այդ ձև ես սիրելի աստծուն ամեն ինչը որ դու ձևափոխում ես դու աստծո պատկերը պղծում ես հավատքով առաքինություն առաքինի հագուստ առաքինի ուտել առաքինի նստել առաքինի հես խոնար խոսել ամեն լռել եւ աղոթել քիչ խոսել եւ շատ աղոթել սրանք առաքինության նշաններն են առաքինություն ավելցուցեք եւ առաքինության վրա նոր գիտությունը օգուտ կտա առաքինությունից հետո եթե դու աստծո խոսքի գիտությամբ լսվում ես արդեն քո քարոզածդ պտուղ կտա առաքինությունից հետո գիտությունից հետո նոր կրքոտ մարմինդ կժուշկալանա ամեն որտեղ խոսքը պետք է մտնի կրակի փորձություններով որ վառի կրքերը դու ժուշկալացնի եւ եթե դու ժուշկալանաս արդեն ժուշկալությունից հետո համբերող կլինես կնոջը զավակին հետիոտին վարորդին ամեն ձեր թուրքետերն եմ ասում ամենքին հիշիր որ ղեկին նստածա Քրիստոսը հիշիր որ պիշիխոդով ասնում է Քրիստոսը սխալ ասնում նաշիկը դրա ցկցկալով ասնում վերջը ատեզ մտածի ինչ կասես որ տենաս կզարմանաս որ իրականից նաշիկը դրած բան անում բայց ատենց ընդունա որ չկարողանա ես մարմինը իրեն պղծության տանի քեզ էլ գցի մեղքի մեջ ժուշկալության վրա համբերատարություն համբերության վրա Աստված պաշտություն տեսեք ինչքան հեռու ենք մենք աստվածապաշտ կյանքից եթե դուք այս 5 աստիճանների վրով չեք բարձրացել դու մեղ կա որ քեզի աստվածապաշտ համարես կամ եթե տենում ես մարդու անժուշկալա լկտի կրքերի գերի աստվածավախ է ասում ես աստվածապաշտ մարդ դու ստախոս ես նա ասում հավատում է եւ վերջ որ աստված է բայց այդ հավատքը առանց գործի է եւ գիրքն ասում է մեռած ես մեռած հավատքին դու կենթանի հավատք մի ասա համբերություն նոր համբերատարությունից հետո աստվածպաշտություն Հակոբոս ասում է համբերությունը կատարյալ լինի համբերես կնոջ բոլոր կաթքտոցներին կատ ու տրակար դկերար կյանքս ու անուշիկ զեփյուր արևանը խնդում ավրի տորտն ասում է կամած դիվահարվում ենք ստեղ ամեն չդիմացար Սոկրատի նման թո թռնիր տնից փախնելը տղամարդկություն է իրականից փախնես հոգեպես չմեռնես ցենը չգա
Գետաս կողոթես մեզ ժամետո գգաս կոֆե խմում ես հաշտությունը գնաց եւ անուն էլ չայվա հիմա ինքը տկարա էտա պատի իր քննությունը փոխանցի քեզ բա քննությունը դու ոնց ես ստանում արդարացում չկա է ասում են դու իր մեղավոր չէ դու իր մեղավոր ու նորից գնաց թազա տարբացավ կռիվը հազիվին խաղաղված նորից դիտնից փախնես Էլ որ էլ է պրծել մեղավորներ մի փնտրա Դավիթի նման 51 սաղմոսը քո սաղմոս կրասա միայն եսի մեղավոր որ տկար հետ քալլա տվի Ինչի համար ես կորցնում խաղաղությունը մեղավոր ես ճիշտ չես վարվե մանուկի հետ սկսել ես գրիզի տանել ամեն Զատի ինքը տկարը թող թե տկարությունից դզվի Ինքը իր բենով գգա գկոտրի կասա ներա սխալի ես Դեր կասես դարի աղոտ կանենք, որ տերը հարված չտա երեխեքին ամեն։ Այս այա, որ քննությունդ չես անցնում և մնում ես լիգվիտ։ Եթե ասում ես ինչի տեղում բանը, ինչի կյանքը չի փոխվում, ինչի աստված չօրհնում ընձի, բայց քեն չի օրհնի։ Եթե դու Աստծուն կսիրես ամեն բանից առավել այն ժամանակ պահանջի, դրանք չի օրհնի, էլ չես պահանջի, աստված կտա։ Ուրեմն աստված պաշտություն և աստված պաշտության վրա եղբայրասիրություն։ Եթե դու մի եղբորը սիրում ես, երբեք նրա բաց ուրիշին չես պատմի, հələ որ մեկը տենա բացը կծածկես, հետո կեթաս կասես ապերվարկը ճիշտ չէ փոխվում։ Եղբայրասիրության վրա սեր, աստվածային սերը, որը գրված է Առաջի Կորինթացիս 13-րդ գլխում գնացեք ընթերցեք, թե ինչ երկայնամտություն ունի, ինչ համբերություն ունի, քաղցրաբարոյա սերը հավետ չի մարում, ամեն։ Քանի որ այս բաները ձեր վրա կգտնվին ու կաճին, պետք է համ գտնվեն, համ էլ շատանան, համ էլ աճեն։ Իսկ դա ոնց կաճի եւ շատանա աղոտ, գիրք, պաշտամունք, վկայություն, քարոզչություն։ Աղոտն ու գիրքը պակասա ոչինչ էլ չի շատանա, կչորնի կթափի վրիտ պտուղները։ Քանի որ այս բաները ձեր վրա կգտնվին ու կաճին, բարապ ու անպտուղ չեն անի ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչելուն մեջ, բայց որոնքով որ այս բաները չկան, թողեր այդ սրբության լեռը ելնող աստիճանների մասին, թե քարոզելը, թե ապրելը։ Անիկա կույր է ու կարճատես, որ մոռացել է իր առաջվան մեղքերեն մաքրվիլը, ամեն։ Թողենք իրանցը, Աստված իրանցը հետ, և ամեն օր մենք քննենք սրբության որ աստիճանի վրա ենք, համբերության աստիճանից շատերը այս կողմ չեն անցնում, ամեն, հələ դու քեզ չանվանես աստվածապաշտ, աստվածավախ, Աստծուն հավատացող կաթնակեր ես դու, երբ գոնե համբերատարությունը կսնես կասնես աստվածպաշտության, նոր ասա Աստծուն պաշտող եմ ես։ Իսկ որ ասում ես ես Աստծուն հավատացող եմ, ես հավատում եմ Հիսուսին, ու հավատում եմ, որ մի օր իր նման կքայլեմ, կխոսեմ ու կգործեմ և կբժշկեմ, ամեն։ Ալ ոչ թե դու, ապա Տերը։ Եվ վերջինը Եբրայեցիների 12:1-2։ Ասում մեր հավատեցեք, ասում ամեն ծանրություն մեր վրայից մեկ դիձքենք և մեզ դիվրավ պաշարող ինչը մեղքը, անխաղությունները։ Ուստի մենք ալ որ այսչափ վկարելու բազմությամբ շրջապատված ենք։ Ամեն ծանրություն չխոստովանված մեղ բեռա, ամեն ծանրություն, ամեն անխաղություն, ամեն ծանրություն մեր վրային մեկ դիձքենք, գանք, խոստովանենք ու թաղենք, և մեզ դիվրավ պաշարող մեղքը, եսը, մեղքերը չի ասում, մեղքը, հին բնությունը, թաղենք, խոստովանենք ինքան մինչև քայքայվի փչանա։ Եթե էտի չես թաղե, դու չես կարա վազի, դու չես կարա հապսի անգամ, ես չոչանի գետնի վրա։ Այդ բոլորն անելուց հետո, երբ հին մարդուն թաղես, համբերությանով վազենք մեր առջև դրված ասպարեզի ընթացքը, կվազես արդեն։ Ու Հիսուսին նայենք դրանից հետո, նոր կորած դու Հիսուսին նայես ու իրա նման խոսես, իրա նման քայլես, իրա հետ համեմատվես, քանի եսդ մեղքի բնությունը կա, դու հիմար ես, որ ուզում ես Հիսուսի նման լինես, հա փափագի դրան, բայց չես լինելու, քանի քո եսը գործում է, հակ ես գցելու է մեղքի տիղմ, ամեն։ Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, որ իր առջև կեցած ուրախության համար խաչը հանձն առավ,
ուրախության համար խաչը տանում է, ցնծում է, որ թքում մրում են։ Փորձության մեջ է, ցնծում ուրախ է, որ խաղաղամոց է, ամեն։ Իր արջև եղած, իր արջև կեցած ուրախության համար խաչը հանձնարավ, ամոթն արամարեց եւ Աստծոյի մեծության աջ կողմը նստեց, ամեն։ Ինչի համար, որ այդ խաչը կրում է, իր մեջ սրբությունն է ձևավորում, տեսեք ինչ ասում, որ որդին է, որ ծեծ չի կերե, բայց որդին ինչի պետք է ծեծուցելուց ուրախանա, որտեղ ծեծվում է, որ սուրբ դառնա, ամեն։ Դա սնզի անոն քիչ մը օրեր մեզ կխրատեն իրենց հաճո երևցածի պես 10-րդ խոսք, բայց Աստված մեր օգուտի համար, որպեսզի իր սրբությանը հաղորդակցինք, ամեն։ Հիրավի ամեն խրատ նույնատենին, ուրախարար չի թվար, հապատրտ մարար, բայց ետ քարթարության խաղաղության պտուղը կհատուցանե անով վարժվողներին։ Սա է կարևորը։ Ինչի համար որտեղ առած խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի, իսկ քեզի ոնց դարձնի սուրբ, ոնց ոսկին աղբից դարձնում են տրիձևիատկա, մաքուր 999, ոնց են անում, պարտադիր պիտի մտնի վառարան, հիմա պարտադիր դու պիտի խաչ կրես և արտասված հովիտ նասնելով անարգանքի, հալածանքի, խայտարակության, փառքիցդ զրկվելու վառարանն ասնես չկա այլ տարբերակ։ Դե որ կասակ ոսկին հողից ոնց սարքեն 99%-անոց, 999, միայն կրակ, հավատացյալ դու էլ այդ աղբի կույտն ես, բայց մեջը թանկագին ոսկի սուրբ հոգի ա դրետերը, որ քո մեջ աճելով շատանալով քեզ տանի դեպի փուրը, վառարանը, դու չես գնայի քնովի, այդ սուրբ հոգին դրվե, որ մեզի համոզելով տանի փուրը մտցնի, հենց մտար ձուլված ես, ամեն, էլ քեզ պլստալ չկա, կմաքրվես և կդառնաս սուրբ, հեզ, խոնար, ներող, սիրող և անընդհատ բարեխոսող, հեզության ու խաղաղության մեջ թագավորող խաչված քրիստոնյա, էլ որևիցե պարագայում, տոնն են կպնում, ավտոյն են կպնում, հեռախոսին են կպնում, դու խաչեն չես իշնում, մենակ ասում ես հայր, ներա, իրասնել բես խաչի վրա, ամեն, կույրն ինչով են ուրախանում, տներով, ավտոներով, փողի քանակով դնում, հարթուկում, նկարները դնում ամյանի վրա, իշքան մեղքա չեն։ Այս այա դու ինչ վարքով ես ապրում, դուն ինչ օրինակ ես ցույց տալիս Սարգսակ, Հովիվ ու եպիսկոպոս քո հոտին, ինչ դու ես, էդ ա լինելու հոտը, դու ինտերնետի մեջ խորացած ես, բոլորը կթավալվեն դրա մեջ, դու ազատ ես, կհորդորես ու մարդկանց էլ ճամփեն ցույց կտաս, որ այդ ինտերնետի կլիկի տեղը գնա Աստվածաշնչի գրքի բաները թերթա, արծաթի ոսկու գանձի պես փնտրա Աստծո խոսքը, ամեն, ու կգտնես, քո Տեր Աստծուն սիրիր ամեն բանից առավել, Պետրոս անցած պատգամը, շատ օրտյալ պատգամը այսօր եմ լսել, դուն ասոսմենին շատ կսիրես, հաճույքներ են, կրքեր են, սայդեր են, ժողովուրդ այնքան հեշտ ենք փջացնում սայդի մեջը ժամանակ, Աստվածաշունչ 10 րոպե կարդում այ հոգն ասում է, բայ աչքերս ես ինչ է լավ, բայց աչքերը 7-ի չռած 10-ի բացած, լույսը մինչև վերջ, սերիալա նայում աչքերը չի օգնում, ել գնա լվացվի, աչքերիդ լույսը կրկին մի ժամ թարմանում, ամեն, չէ մի հատ էլ մտնեմ տենամ իշկա, բոլա, Հիսուս տեսա, որ արդեն կարդում եմ, այսա, ինչ վարք ունես դու, այդ վարք կունենա երեխետ տենում է դու սայդերի մեջ խաչ ես խանում վրետ, հիկտել մոր երախոս տավարնում թռնում, ասում է պապա դու ինչ ես ոնում, քո կյանքից ավելի լավ կարոս չկա զավակների դու դուստրերի, ամեն, ինչ դու ու կինդ ես, են կլինի աղջիկը դու տաղիտ, կագնեն կաղոտքի, ինչ հովիվն ու կինն են, են կլինի հոտը, Ատես չէ, հոտի հովիվը իրականից
Մի հատ դեպք պատմեց մեր Եփրեմ պապին նոր ես հավատքի մեջի սիրուշ քուրի քիշի էտի Եփրեմ պապին եկավ բանը գյուղը մի հատ թոփալ մանկապարտեզի դասատուի օրինակա ցույց տալիս ընձյա ուզում բացատրել ինչ դու ես ընկլնի ասում բա երեխեք ջան դե ինքը կողա չկորում էլի այտենց ուղիղ քայլում ենք այսպես լնգը ճպտել է սենց քելում ուղիղ մեկ էլ ֆռում տենում սա հոտը լնգը ճպտա քայլում հիմի հասկանում եք դու օրինակ ես իրանց դրա համար սպասավորների ընտանիքի վարքագիծը երեխեքի վարքագիծը դնենք մի կողմ պատասխանատուի ու սարկավագի գործի մեջ այդքան կարևոր չէ երեցության ժամանակա կարևոր մինչև երես դառնաս արդեն քո երեխեքին պարկեշտ հոգևոր պիտի դարձած լինես եթե ոչ մնալու է սարկավագ քո երեխի վարքագիծը կամ պիտի անես շպրտես դուրս գործ չունենաս իր մեղքերից կամ պիտի պաշտոնից հրաժարվես ամեն դրա համար սարկավագները պատասխանատուները մանկուց թող իրանց երեխեքին դաստիարակեն որ հեքուց իրենց հոգևոր վերելքին խոչընդոտ չդառնան որտեղ եթե մեկի կյանքում խախտված է էդի չի կարա երեց եպիսկոպոսը ամեն կամ պիտի հրաժարվի հասա գնա ես քո նման զավակ չունեմ ես քո պիղծ գործերին աղորդ չեմ դառնա Եվ իմ հոգևոր գործունեությանն էլ չեմ թողի վնասես ու տիրոջ տված մի չոփ էլ քեզ չեմ նվիրի ամեն լրիվ տիրոջն կանգնենք աղոթքի փառք ես կանչելի հայր փառք ես գովելի տեր փառք ես երկինք ու երկիր արարող ամենակարող Հիսուս Քրիստոս որ այս բարեվարքության քարոզը պարգևում ես մեզ որ մենք էլ ուշադիր լինենք մեր յուրաքանչյուր քայլափոխին խոսելուն, ուտելուն, նստելուն, ելնելուն, ամեն մի պարագայի մեջ մենք քո անունը կրողը լա։ Ամեն պարագայի մեջ մեզի տեսնողը քեզի տեսնի Հիսուս ջան։ Դու ասեցիր ձեզ կանչող Սուրբի պես դուք ալ Սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքների մեջ։ Այո Տեր, եթե դա անհնարին բան լիներ Պողոսը չէր դառնա, Պետրոսը չէր դառնա, Հովանեսը չէր դառնա, Տեր, դա հնարին է, բայց մեռնելով եւ հարության զորություն ակնելով։ Եթե մեր անձի ուժով անենք ոչինչի չենք հասնի, բայց եթե մեռնենք դու մեր տեղը ապրես, մեր խորացից խնդրածից ավելին կլա։ Անունդ փառավորվի, ոչ թե մեզ զորացրու, մեզի անարգանքի գերեզմանոցում հողարկավորիր, թաղիր Տեր, եւ դու աճիր, դու մեծացիր, դու թագավորիր եւ դու ստիպիր, որ մենք ապրենք այդ կյանքը քո Սուրբ Հոգու զորության շնորհիվ։ Փառք ես Տեր Հիսուս, որ մենք օրինակ լինենք հավատացյալին, խոսքով, վարքով, հավատքով, սրբությունով եւ մաքրությունով Հիսուս ջան, դա է մեր չափանիշը, դա է մեր բարեվարքության, քննության գրավականը։ Փառք ես Հայր ավիտենություն, օրհն է պաշտամունքի մնացած ժամն ու վայրկյանը, դու ներկա ես Հիսուս, փառավորվի ու մեծարվի Հայր ավիտենության, որդուց Հիսուսի անունով, ամեն։